Հիմնական կրողները նախագծի կանայք են։ Ողջույն։ Արվիցան դիրում մենք հաճախ տեսնում ենք ակարների, զինվորների, առաջնորդների պատմությունները, բայց ինչպես են գրվում այդ պատմությունները, ով է իրենց կողքին կանգնեցնում ամենադժվար պահին։ Այսօր մենք եկել ենք պատմելու նրանց մասին, ովքեր հաճախ մնում են ստվերում, բայց ում ուժը փոխել է պատմության ընթացքը։ Հայ եւ եզդի կանայք, մայրեր, մարտիկներ, գրողներ, իրավապաշտպաններ, կանայք, ոմանք գուցե զեն չեն բռնել, բայց փոխել են դարեր, ոմանք մարտի դաշտում են եղել, ոմանք միջազգային անկումներում, ոմանք էլ գրքի էջերում, բայց բոլորը կռվել են յուրաքանչյուրն իր ձևով։ Մեր նպատակն է նրանց հիշատակելը ոչ միայն որպես անցյալի խորհրդանիշներ, այլ որպես ներկայիս ուժի խորհրդանիշներ, որովհետև նրանք չեն անցել պատմության էջերը դուր, նրանք խոսել են, պայքարել են, դիմադրել են, եւ հիմա մենք պետք է շարունակենք իրենց ձայնը։ Հիմա մենք կլսենք իրենց պատմությունները, կտեսնենք թե ինչ ճանապարհով են անցել նրանք եւ կզգանք թե ինչ է նշանակում լինել կին պայքարի դաշտում։ Սոսեն ծնվել է 1868 թվականին Սասունում, Նեմրութ լեռան փշերին գտնվող Դավուկ գյուղում։ Ֆազմոնթը մտածիչ էր Մարգար դրամ Ասլանտուրի հարկի տակ։ Հազիվ 13 տարեկան էր, երբ Սասունցի հայերի ավանդույթներին համաձայն ծնողները ցանկալու էին ամուսնացնել Սոսեին։ Սակայն Սոսին իմպոստանում է եւ որոշում կյանքը կապել Խոչան Սերովի հետ։ Հայ ազատագրական շարժման տարիներին եղել է ամուսնու կողքի։ Սոսին մեկը մասնակցել է հայկական կռիվներին, ինչի համար ժողովուրդը ներմուծել է մայրիկ պատվանունը։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո Սերովի հետ ապաստանում է Սասունում։ 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարել էին Երեկոզան գյուղը, ում ապաստանել էր Սերով իր ընտանիքով եւ 12 ֆիլեր։ Մինչ այդ Սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերովը։ Թշնամին տեսնելով Սերովի անօգնական վիճակը հարձակվել է գյուղի վրա։ Այդ անհավասար կրկում զոհվել է Սոսեի ամուսինը, որդին Հակոբը, Սերովի եղբայրները Մխեն եւ Զաքարը։ Սոսեն վերցնելով ամուսնու հրացանը շարունակել է քաջավար մարդաշատ եւ վիրավորվել է։ Վիրաբար ժամանակ գերվել եւ տարվել Բիթլիս, իսկ շուտով ազատացրել։ Բշարը Խալեդը կտրել է մահացած Սերովի գլուխը եւ հայերին ապակելու նպատակով ծովի վրա Սասունի գաղներից հասցրել մինչեւ Բաղաշ։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո Սոսե մայրիկը տեղափոխվել է Վան, ապա Կովկաս։ Նրա մյուս որդին Սամոնը զոհվել է Կարինին ջարդերի ժամանակ։ 1920 թվականի վերջին Հայաստանի խորհրդայնությունից հետո Սոսի մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1953 թվականին վախճանվել է։ 1998 թվականին Ինձ Սոսե մայրիկ են կոչում, բայց դրանից առաջ ես պարզապես կին էի, մայր էի, ամուսնացած էի։ Երբ իմ ժողովուրդը սպառնալի գիտակ էր, երբ մեր գյուղերն այրվում էին, ես գիտեի, եթե նստեմ տան ու սպասեմ, ոչ ոք ինձ չի փրկի։ Մարդիկ հավատում էին, որ կինը պետք է մնա ստվերում, ես ընտրեցի լույսը։ Ես ուս-ուսի կանգնեցի իմ ամուսնու Սերովի կողքին։ Զենք վերցրի, ոչ թե որովհետև պատերազմ սիրեցի, այլ որովհետև չկային այլ ընտրանքներ։ Ես տեսա, թե ինչպես են մեր երեխաները որբանում, ինչպես են ընտանիքներ կոտորվում։ Ինձնից առաջ շատ կանայք պարզապես հաշտվել էին ճակատագրի հետ։ Ես հրաժարվեցի։ Կնոջը սովորեցրել են լռել, բայց ես չեմ լռել։ Ես անցել եմ մարտադաշտերով, կռվել տղամարդկանց կողքին, պաշտպանել մեր գյուղերն ու մեր ընտանիքները։ Ես երբեք չեմ ցանկացել պատերազմ, բայց երբ այն եկավ իմ դուռը, ես բացեցի այն ձեռքիս զենքով։ Երբեք մի ենթադրիր, որ կինը թուլություն է, կինը ուժ է, եթե նա հավատում է իր առաքելությանը։ Ես կռվեցի մինչև վերջ։ Ես կռվեցի մինչև վերջ, մինչև անգամ նրանք, ովքեր կասկածում էին, սկսեցին հավատալ, որ կինը կարող է լինել ռազմիկ, առաջնորդ, պաշտպան։ Իմ պատմությունը հիշեք, որովհետև երբ մեր ժողովուրդը նորից ընկնի դժվարությունների առջև, ինչ-որ միտեղ մի կին կբարձրացնի գլուխը ու կասի, ես չեմ վախենում։ Եթե մենք կանայք չկանգնենք մեր երկրի, մեր մշակույթի կողքին, ապա ուրիշ ով դա կանի։ Մեր պատմությունը հիշողության արժանի է, որովհետև մեր ժողովուրդն արժանի է ազատ ապրելու։ Մեր կյանքը մենք պետք է արժանի դարձնենք հիշատակելու։ Երբեք մի ենթադրիր, որ կինը ուժ է, եթե նա հավատում է իր առաքելությանը։
Բացի ժամանց կամ գեղեցիկ ծաղիկ չէ, գրականությունն անարդարության դեմ պայքարելու զենք է։ Հենց այս համոզմամբ էլ ստեղծագործեց ու պայքարեց Զապել Եսայանը, 20-րդ դարի ամենաանվաղ հայ հումանիստ կին գրողը։ Ծնվել է 1878 թվականին, մեծացել է Պոլսի Սիլիրտարի պարտեզներ թաղամասում։ Մանկության հուշերը ներկայացնում է Սիլիրտարի պարտեզներ ինքնակենսագրական վեպում։ Ստեղծագործել է աննկարագրելիորեն գեղեցիկ, երաժշտական և հարուստ լեզվով։ Զապել Եսայանը հայ գրականության մեջ առաջինն է, որ գրել է փիլիսոփայական վեպ ժանրով։ Հասարակական գործիչ, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը բարձրագույն կրթություն է ստացել Եվրոպայի սրտում, Ֆրանսիայում, մասնակցել գրականության և փիլիսոփայության դասընթացների։ Օսմանյան կայսրությունում քիչ էին այդպիսի կանայք։ Նա միակ կին գրողն էր, որին գիրի թուրքերը ներառել էին ոչնչացման ենթակա հայ մտավորականների սև ցուցակում։ Իմ անունը Զապել Եսայանն է։ Իմ զենքը երբեք չդարձավ վրացան, բայց իմ խոսքը կրակեց ավելի հեռուն, քան երբևիցե զենքը կարող էր։ Երբ Ադանան այրվում էր, երբ փողոցներից հայերի այրն հոսում էր, ես այնտեղ եմ, ոչ թե լալու, այլ պատմելու այն, ինչ աշխարհը փորձում է չնկատել։ Ես տեսա երեխաներին, որոնց ծնողներ չունեն, կանանց, ովքեր կորցրել են իրենց ամուսիններին, տներ, որոնք դատարկվել են։ Ես գրեցի այդ մասին, որ ոչ ոք չմոռանա։ Միայն գրիչը կարող է հաղթել բռնությանը։ Ես հավատացի դրան, բայց նաև տեսա, թե ինչպես գրիչը կարող է դառնալ սպառնալիք։ Խորհրդային տարիներին ես դարձա նրանց թիրախը, ովքեր վախենում են ճշմարտությունից։ Ես դարձա բանտարկյալ, նրանք ինձ փակել էին կալանավայրում, բայց նույնիսկ այդտեղ ես շարունակում էի գրել, որտեղ ճշմարտությունը պետք է գրվի, որտեղ լրությունը դա մահ է։ Նա ընտրեց խոսել, որովհետև լրությունը նշանակում է ընդունել սուտը։ Նադյա Մուրադը ծնվել է Իրաքի հյուսիսում գտնվող Եզիաբնակ Սինջար քաղաքի Քոչոր գյուղում։ 2014 թվականի նոյեմբերին օգոստոսին 21-ամյա Նադյա Մուրադը ուսանող է, երբ ԻԼԻՊ-ի գրոհիները հարձակվում և կոտորում են գյուղի եզդի ազգաբնակչությանը, սպանելով մոտ 600 մարդու։ Նա այդ 6000-ին կանանցից մեկն էր, որ գերեվարվեց նրանց կողմից։ Նրան պահում են որպես տրկուհի Իրաքի Մոսուլ քաղաքում և այնտեղ է նրան ծեծում։ Նրա մարմնի վրա հայտնաբերվել են ծխախոտից ստացված այրվածքների հետքեր։ Նա փորձել է փախնել այնտեղից, բայց առաջին փորձի ժամանակ բռնվել և ենթարկվել է դաժան բռնաբարության։ Երկրորդ փորձը նրա մոտ հաջողվում է, որովհետև իր տիրացուն մոռացել էր կողպել դուռը։ Ճանապարհին նրան վերցնում է մեկ ընտանիք և նրանց էլ հաջողվում է Նադյա Մուրադին հասցնել Իրաքի հյուսիսում գտնվող Դուհուկի ճամբար և այնտեղից էլ Նադյա Մուրադին տեղափոխում են Գերմանիայի Շտուտգարթ քաղաք։ Ես Նադյա Մուրադն եմ։ Ես վերապրեցի այն, ինչը ոչ ոք չպետք է վերապրի։ Ես ծնվել եմ եզդի համայնքում, որտեղ կյանքը հոսում է խաղաղ ու բնական։ Մենք ունենք մեր հավատը, մեր տունը, մեր մշակույթը։ Բայց մի օր այդ խաղաղությունը կոտրվեց։ Մեր գյուղը դարձավ պատերազմական դաշտ։ Մեր ընտանիքները այրվեցին, մեր տները այրվեցին, մեր ընտանիքները ոչնչացվեցին։ Ես կորցրեցի մորս, եղբայրներիս, հարազատներիս։ Ես վերածվեցի ապրանքի։ Իմ անունը փոխարինվեց համարով։ Իմ արմինը այլևս ինձ չէր պատկանում։ Նրանք փորձում են կոտրել ինձ, բայց նրանք չհասկացան, որ իմ ուժը նրանց ուժից ավելի մեծ է։ Բայց ես փախա, ես ազատվեցի, և ես հասկացա, որ ազատությունը իմ ձեռքերում է, բայց արդարությունը դեռ հեռու։ Եվ մարդիկ ինձ ասում են, որ ես պետք է լռեմ, ես ընտրեցի խոսել։ Երբ նրանք ասացին պետք է մոռանալ, ես ընտրեցի հիշել, որովհետև հիշողությունը պայքար է։ Ես գնացի ՄԱԿ, ես կանգնեցի աշխարհի առաջ ու պատմեցի այն, ինչը մեզ հետ արեցին։ Ես պատմեցի ոչ թե իմ ցավը ցույց տալու, այլ դա կանխարգելու համար, որովհետև եթե մենք լռենք, նրանք կշարունակեն, եթե մենք մոռանանք, նրանք նորից կգան։ Ես այստեղ եմ ոչ թե լացելու, այլ խոսելու համար, որպեսզի իմ ժողովրդի ցավը չկրկնվի, որպեսզի ոչ մի կին, ոչ մի աղջիկ, ոչ մի երեխա այլևս չանցնի այս նույն ճանապարհը, որպեսզի աշխարհը իմանա, որ մենք չենք հանձնվելու։ Եվ քանի դեռ միտեղ աշխարհում կա մի աղջիկ, որ վախենում է, որ կորցնում է իր տունը, իր ընտանիքը, իր ազատությունը,
Ես կշարունակեմ խոսել, ես կշարունակեմ պայքարել, որովհետև ես վերապրեցի ոչ թե ապրելու համար, այլ ուրիշներին փրկելու։ Երբեմն պայքարը միայն խոսքի մեջ է, բայց խոսքը կարող է դառնալ ամենաուժեղ զենքը։ Դարինե Շամոն ծնվել է Իրաքի տարածաշրջանի Մաշիկա քաղաքում, մասնագիտությամբ լրագրող, ունի 100-ից ավել պատկերներ և մրցանակներ, 9 տարի աշխատել է որպես լրագրող, ներկայումս պայքարում է եզդի կանանց իրավունքների համար։ Ես Նարին Շամոն եմ, և իմ խոսքն ժողովրդի ուժն է։ Ես ծնվել եմ մի ժողովրդի մեջ, որի պատմությունը հաճախ գրվել է ցավով, պայքարով, բայց նաև անկոտրում կամքով։ Եզդի ժողովուրդը դարեր շարունակ ճնշումների ու հալածանքների է ենթարկվել, բայց մեր լեզուն, մեր մշակույթը, մեր լույսը երբեք չեն մարել։ Երբ մեր պատմությունը փորձում են լրացնել, ես ընտրեցի գրել։ Երբ մեր կանանց ձայնը տարիներ շարունակ թլացված է, ես որոշեցի նրանց պատմություններն ասելիք դարձնել, որպես գրող և լրագրող։ Իմ առաքելությունը միայն խոսելն ու գրելը չէ, դա հիշողությունը կենդանի պահելն է, դա ճշմարտությունը բացահայտելն է։ Ես գրել եմ կանանց մասին, որոնք վերապրել են պատերազմ ու բռնություն, բայց չեն կոտրվել։ Ես գրել եմ այն աղջիկների մասին, որոնք իրենց երազանքները չեն զոհել, ցավի ու վախի առաջ։ Ես գրել եմ իմ ժողովրդի մասին։ Եթե մենք չպատմենք մեր պատմությունը, ուրիշները կգրեն այն մեր փոխարեն։ Երբ ես խոսում եմ եզդի կանանց մասին, ես խոսում եմ ուժի, տոկունության, ինքնության մասին։ Նրանք զոհ չեն, նրանք մարդիկ են, նրանք լրող չեն, նրանք պատմող են, և ես այստեղ եմ նրանց ձայներ լսելի դարձնելու համար։ Ես ընտրել եմ խոսել, գրել, պատմել, որովհետև պատմությունը մոռացվելու իրավունք չունի, որովհետև քանի դեռ կա եզդի մի աղջիկ, որ ցանկանում է իր ապագան կերտել, ես կշարունակեմ գրել։ Ես վերապրեցի ոչ թե միայն ապրելու, այլ իմ ժողովրդի ձայնը հարստացնելու համար։ Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց կարող ենք գրել մեկ ապագա, որտեղ մեր պատմությունը այլևս չի։ Ինչու են հայ և եզդի կանայք դարեր շարունակ պայքարել իրենց իրավունքների համար։ Ինչպիսին է եղել նրանց ազդեցությունը հասարակության և մշակույթի վրա։ Կան արդյոք պատմական օրինակներ, երբ կանայք ոչ միայն դիմակայել են ճնշումներին, այլև ձևավորել են հասարակության ապագան։ Այս պայքարը շարունակվում է այսօր, թե մենք արդեն հասել ենք մեր նպատակներին։ Որն է ամենակարևոր դասը, որ մենք կարող ենք քաղել նրանց պատմություններից։ Հայ և եզդի կանայք մշտապես պաշտպանել են ոչ միայն իրենց ինքնությունը, այլև իրենց մշակույթը պահպանման համար։ Նրանց պայքարը միայն ռազմաճակատում կամ քաղաքականության մեջ չի եղել, այլ նաև գրականության, արվեստի և երաժշտության մեջ։ Նրանք իրենց պատմությունը փոխանցել են սերունդներին, ուժեղացնելով մեր ժողովրդի ինքնագիտակցությունը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են Զաբել Եսայանը, Սոսե Մայրիկը, Նադյա Մուրադը կամ Նարին Շամոն վերածվել ոչ միայն իրենց ժամանակի, այլ ապագայի խորհրդանիշներում։ Նրանք ոչ միայն դիմակայել են դժվարություններին, այլ կառուցել մի նոր իրականություն, որտեղ կանանց ձայնը լսելի է։ Այսօր մենք կանգնած ենք նրանց ճանապարհի շարունակության վրա։ Մեր մարտահրավերները կարող են այլ լինել, բայց պայքարը դեռ չի ավարտվել։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, մշակույթի ինքնության պահպանումը, կրթության հասանելիությունը։ Այս ամենը այն մարտահրավերներն են, որոնց հետ բախվում են հայ և եզդի կանայք։ Մենք պետք է հիշենք, որ մեր նախնիները պայքարել են ոչ միայն իրենց գոյության, այլև մեր ապագայի համար։ Ուրեմն ինչպես մենք կարող ենք այսօր ներդրում ունենալ նրանց ժառանգությունը պահպանելու և զարգացնելու մեջ։ Պատմությունը ձևավորվում է նրանցով, ովքեր չեն վախենում այն փոխել։ Պատմությունը դեռ չի ավարտվել։ Այն շարունակվում է գրվել մեր քայլերով, մեր ձայնով, մեր պայքարով։ Հայ և եզդի կանայք դարեր շարունակ ապացուցել են, որ անկախ դժվարություններից նրանք ոչ միայն դիմակայել են ճնշումների, այլև ձևավորել են նոր իրականություն, հիմնված ուժի, հաստատակամության, ինքնության վրա։ Այսօր մենք կանգնած ենք նրանց ճանապարհի շարունակության վրա։
Մեզնից յուրաքանչյուրը պարտավորություն ունի հիշել, պատմել, պահպանել։ Մենք պետք է լինենք նրանց ձայնը, ովքեր այլևս չեն կարող խոսել։ Մենք պետք է լինենք նրանց ուժը, ովքեր ստիպված լրացին։ Մենք պետք է լինենք նրանց շարունակությունը, ովքեր մեզ ժառանգեցին իրենց պայքարը։ Այժմ հարցն այս է. ինչպես ենք մենք շարունակելու գրել այս պատմությունը։ Մեր սերունդը պատրաստ է բարձրաձայնել իր ձայնը հանուն ճշմարտության, հանուն արդարության, հանուն այն ապագայի, որտեղ կանանց ձայնը երբեք չի լրացվի։ Որովհետև պատմությունը ձևավորվում է նրանցով, ովքեր չեն վախենում այն փոխել։ Հիմա մենք ենք այս պատմության հերոսները, ինչպես կպայքարենք, ինչպես կշարունակենք նրանց գործը։ Չէ։ Պատմությունը դեռ չի ավարտվել, մենք ենք շարունակողները։ Թույլ տվեք ապրել։ Երբ լռություն է, ես լսում եմ ձայներ։ Երբ լռություն է, ես հիշում եմ նրանց, ովքեր կորան խավարի մեջ։ Երբ լռություն է, ես հիշում եմ այն տունը, որ չմնաց կանգուն։ Երբ լռություն է, ես հիշում եմ իմ մորը, ում ստիպեցին լռել։ Բայց մենք չենք լռելու, մենք չենք ընկնելու, մենք չենք խեղդվելու վախի մեջ։ Մենք կխոսենք, մենք կպայքարենք, մենք կպատմենք մեր պատմությունը, որովհետև մենք դեռ ապրում ենք։ Մեզ ասել են աղջիկներն են մեղավոր, մեզ ասել են լռությունը մեր տեղն է, մեզ ասել են չկանանցանաս, չժղտաս, չշնչես, բայց մենք մերժում ենք այդ խավարի օրենքները։ Մենք երեխաներ ենք, ոչ թե ստվերներ։ Մենք արժանի ենք արևի տակ ազատ քայլելու, ոչ թե ստվերում մոռացվելու։ Թույլ տվեք մեզ ապրել։ Երբ նրանք եկան մեր տները, բայց նրանք բացրեցին պատերը։ Երբ նրանք եկան, մենք փոքր ենք, բայց նրանք ստիպեցին մեզ մեծանալ։ Երբ նրանք եկան, նրանք մեզ անուն չունեցող ստվերներ դարձրին, բայց այլևս չենք լռելու։ Մեր անունները մեր պատմությունն է, մեր ձայները մեր ապագենն է, եւ ոչ ոք չի կարող խլել մեր գոյությունը։ Թույլ տվեք ապրել, ոչ թե գոյատևել, թաքնվելով վախի ստվերում, ոչ թե սպասել, որ ուրիշները հրամայեն։ Մենք ուզում ոչ թե միայն լաց լինել կորուստների համար։ Մենք ուզում ենք սովորել, մենք ուզում ենք երազել, մենք ուզում ենք ապրել այնպես, ինչպես ուզում ենք, ոչ թե այնպես, որ ուրիշները հրամայեն։ Մենք տեսել ենք պատերազմ, մենք տեսել ենք, թե ինչպես է մեր մոր աչքերը դատարկվում լացից։ Մենք տեսել ենք, թե ինչպես է մեզ փոխանակում, նվաստացնում, վաճառում, բայց մենք չենք ուզում միայն տեսնել, մենք ուզում ենք փոխել, մենք ուզում ենք կրթվել, մենք ուզում ենք ազատ լինել, մենք ուզում ենք ապրել, ոչ թե գոյատևել։ Մենք խոստանում ենք, որ չենք հնազանդվելու։ Մենք չենք ծնվել որպես լռության ստվերներ, մենք չենք ծնվել, որ դառնանք ցավի խորհրդանիշ։ Մենք ծնվել ենք, որ ապրենք, որ ստեղծենք։ Մենք ծնվել ենք, որ ազատ ապրենք, եւ մենք կպայքարենք դրա համար։ Այսօր մենք խոսեցինք, վաղը մենք կպայքարենք։ Եվ մի օր կգա այն օրը, երբ ոչ մի աղջիկ չի խնդրի, որ իրեն թույլ տան ապրել, որովհետև այն, ինչ մենք հիմա ասում ենք, մի օր իրականություն կդառնա։ Եվ այդ օրը մենք կլինենք ոչ թե զոհեր, այլ հերոսներ։ Թույլ տվեք ապրել։